Իշխանությունը հակամարտում է եկեղեցու դեմ, թեման դիվանագետների ուշադրության կենտրոնում է։ Արտաքին գերատեսչության նախկին պաշտոնյաները ասում են, Փաշինյանի կաբինետը թիրախավորել է հենց եկեղեցուն եւ ոչ առանձին անհատների։ Արշավի նպատակներից մեկն էլ վստահ են ժողովրդին բաժան անելն է։ Ինչ որ այսօրվա իշխանությունները ձեռնարկել են, ուղղակի դատապարտված է, ինքը առ ոչինչ է լինելու, որովհետեւ արյան կանչով միևնույն է ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ պաշտպանելու իր սուրբ սրբոցը, մայրաթոռը, հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի։ Եկեղեցու նկատմամբ ճնշումը գունավոր հեղափոխության մաս Ձյունիկ Աղաջանյանի գնահատականն է։ Իշխանությունը ըստ արտակարգ եւ լիազոր դեսպանի գիտակցում է, Էջմիածինը կարող է խաթարել պետության ղեկավարության դրսից թելադրվող ծրագրերը, հետեւաբար իշխանավորները եկեղեցուն վերաբերվում են որպես թշնամու։ Ճղճի մտածելակերպով մարդկանց հազարամյակների ընթացքում շատ է տեսել, շատ ապատոհասների միջով է անցել եւ այդ կուտակած իմաստությունը բնականաբար նրան թույլ է տալիս նախ ճիշտ գնահատելու սպառնալիքը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել։ Դիվանատունը գրավված է։ Մայր աթոռի դեմ գործողությունները սկսվել էին իշխանափոխությունից շատ չանցած։ Քաղաքագետի կարծիքով Փաշինյանի թիմը ցանկանում է հասարակությանը այսպես կոչված աշխարհիկացնել ռադիկալ քայլերով, բայց որքան էլ փորձի ճնշել եկեղեցուն, ել ավելի է մեծանալու հոգևոր կառույցի դերը քաղաքական ու հասարակական գործընթացներում։ 2018 թվականից սկսվեց Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժում եւ այնուհետեւ բազմաթիվ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս այդ բախումը հայ առաքելական եկեղեցու եւ իշխանությունների։ Պետք է հարց տանք։ Ինչ տեսակի ազգ է, որ դուրս է գալիս իր հոգևոր օրդեն։ Սա է այն միասնությունը, որի համար մենք պայքարել ենք։ Ըստ նախկին արտգործնախարարի պետք է տարանջատել եկեղեցուն քննադատելը այն քանդելու փորձերից, որևէ անհատ կամ կառույց իրավունք չունի սպառնալ Էջմիածնին, եկեղեցին էլ չի ձգտում պետության կառավարման, բայց հոգևոր կենտրոնը ունի իրավունք ու պատասխանատվություն մութ խավար ժամանակներում խոսել ճշմարտության մասին։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։